Դուք քաղաքականության մեջ չեք եղել, պարոն Չարչյան, բայց վստահ եմ եւ գիտեմ նել ձեզ իմանալով, որ միշտ ձեր սիրտը մտահոգ է եղել, հատկապես վերջին այս զարգացումները, երևի թե կարելի ասել 20 թվականից սկսած։ Եվ դուք հիմա եկել եք մի հանգրվանի, որ ստեղծել մի հարթակ, որտեղ դուք կկարողանաք ձեր մտքերը, ձեր եւ ձեր գործընկերների նյութականացնել, այսինքն դրան տալ կապիտալիզացնել ինչ-որ միսուարիում տալ։ Ռազմավարական։ Ես կուզեի, որ դուք խոսեք մանրամասնորեն ինչ է հայոց տունը, եթե կարող եք ասել ովքեր են հիմնադիրները եւ ինքը ինչ նպատակ է հետապնդում։ Նախ ինչու առաջացավ այս գաղափարը ստեղծել հայոց տուն։ Կոչվում է հայոց տուն, կոչվում է հայոց տուն, նախաձեռնությունը կոչվում է հայոց տուն։ Ինչու առաջացավ այս գաղափարը։ Մենք որպես մտավորականներ, մեր ընկերները, համախոհները շատ մտածում էինք եւ մտահոգ էինք եւ երկրի եւ ազգի ճակատագրով եւ մեր համակարգացիների, ընկերների, մեր հաջորդ սերնդի ճակատագրով եւ փորձեցինք գտնել պատասխանը, թե ինչու եղավ այսպես։ Ինչն էր պակաս, ինչ չկար, որ եղավ այսպես, որ այսօր մենք գոյաբանական խնդրի առջև ենք կանգնած։ Դուք համարում եք, որ մենք գոյաբանական խնդիր, որտեղ գիտեք, որ շատերը այդպես չեն համարում։ Դե շատերը չեն կարողանում երկար տեսնել։ Ես այսօր իմ անձնական կարծիքն է, որ մենք այսօր կանգնած ենք գոյաբանական խնդրի առջև։ Այսօր լինել չնելու հարցն է։ Այդ լինել չնելը կարող է լինել 5 տարի հետո լինի կամ 20 տարի հետո լինի, չգիտեմ, բայց եթե գործընթացները այս տրենդով, այս տենդենսով շարունակվեն, ապա մենք կանգնած ենք, դա գոյաբանական խնդիր է մեզ համար եւ ազգի եւ պետականության։ Եվ ուսումնասիրելով են պատճառները, թե ինչու մենք այսօր կանգնած ենք այդ գոյաբանական խնդրի առջև, եկանք համոզման, որ չկար այն իմաստուն խոսքը, չկային այն մեծերը, որոնք որ կարողանային ասել, որ ինչ ճանապարհով պետք է զարգանանք, ինչպես պետք է գնանք։